Այսօրվա դասի վերնագիրն է եկեղեցու պետականության և վանականության ծագման ժամանակաշրջանը 301-ից մինչև մոտավոր 500 թվականը, 500-ականների սկիզբը և հենց ամենասկզբից ուզում եմ սկսել Հայաստանից, որովհետև այս ժամանակաշրջանը եկեղեցու պետական կրոն դառնալու ժամանակաշրջանը ամբողջ աշխարհում էլ ընդունված է, որ սկսվել է Հայաստանից։ 301 թվական Հայաստանը առաջինն է ընդունում քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Բազմաթիվ հայկական և ոչ հայկական աղբյուրներ խոսում են սրա մասին։ Հիմնականում ես օգտվել եմ Ագաթանգերոսի «Պատմություն հայոց» աշխատությունից և երկրորդ գլխում Ագաթանգերոսը նկարագրում է, ձեզ էլ երևի հետաքրքիր կլինի, որովհետև անընդհատ լսել են Գրիգոր Լուսավորչի մասին, որտեղից է եկել, ով է եղել, ինչպես եղավ, և ուզում եմ հստակ իմանանք, տեղեկացված լինենք։ Պատմությունը գնում է, գիտեք, Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը, Տրդատ III, պատմությունը սկսվում է իրենց հայրերից։ Գրիգոր Լուսավորչի հայրը Անակ, իշխան էր Անակը, Պարթևների իշխաններից էր, Պարթևստանը Պարսկաստանի հյուսիսում, Կասպից ծովի հարավային մասում, ներքևում այդպիսի պետություններ և Արշակունիները, մեր հայկական Արշակունիների դինաստիան, իրենք հենց Պարթևների թագավորներն էին թագավոր տվել Հայաստանին և այնտեղ էլ էր Արշակունիների դինաստիան, այստեղ էլ էր Արշակունիների դինաստիան և իրենք իրար հետ շատ մտերիմ էին և Անակը իշխան էր այնտեղ, հիմա ինչ է տեղի ունենում, Պարսկաստանը, Սասանյան Պարսկաստան, պատմությունից պիտի լսած լինեք, Սասանյան Պարսկաստանը գրավում է և կործանում է Պարթևական դինաստիան և հաստատում է իր իշխանությունը և հայ Արշակունիների թագավորը, Տրդատի հայրը Խոսրով թագավորը, ինքը անընդհատ իր համար Պարթևստանը դաշնակից պետություն էր, ազգակից, արյունակից, այսպես թագավորական դինաստիա և անընդհատ Պարսկաստանին նեղում է իր արշավանքներով և Պարսից թագավորը Արտաշիրը որոշում է, որ չի կարողանում պատերազմներով հաղթի Խոսրովին, որոշում է, որ դավադրություն կազմակերպի և մեծ պարգևներ է խոստանում նրան, ով կսպանի Խոսրով թագավորին։ Եվ Անակը, որ Գրիգոր Լուսավորչի հայրն է, ինքը գալիս է որպես փախստական Պարթևստանից, բայց իր մեջ ունենում է արդեն ծրագիրը սպանելու Խոսրովին, գալիս է, Խոսրովն էլ որպես իր ազգակից ընդունում է իրան, տեղ է տալիս, իշխանական տարածքներ է տալիս, նաև իր արքունիքում իմիջիայլոց սպանում է Խոսրովին, ինքը ու եղբայրը սպանում են Խոսրով թագավորին որսի ժամանակ։ Եվ 2 տարի հետո սպանում են, փախուստի ժամանակ էլ մահանալուց առաջ Խոսրովը հասցնում է ասի, որ բոլորին ոչնչացրեք, սրի քաշեք, մի խոսքով չեն կարողանում արագ անցնեն, խեղդվում են այնտեղ և փրկվում է Գրիգորը դայակների շնորհիվ, իրան փախցնում են, տանում են Կեսարիա, Կապադովկիայի Կեսարիա և այնտեղ մեծանում է քրիստոնեություն, քրիստոնեական կրթություն է ստանում, դայակները հավատացյալ քրիստոնյաներ են լինում և այդպես լավ կրթություն է ստանում, ընդ որում Խոսրովի մահից հետո Հայաստանը անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ, Խոսրովի որդին Տրդատն էլ փախչում է և հունական կրթություն է ստանում, շատ
բարձր, դառնում է զինվորական։ Մի խոսքով շատ չի երկարացնեմ պատմությունը, ահագին պատմեցի, բայց կարծում եմ հետաքրքիր է սա։ Քրիստոնեական մտածելակերպ ունեցող Գրիգորը, որ հավատում էր Աստծուն, ընդունել էր քրիստոնեություն, գնում է, որպեսզի իր հոր դավաճանությունը քավի, գնում է ու ծառայում է Տրդատին, գնում է Տրդատի մոտ, ինքը շատ կրթված անձնավորություն է լինում եւ գնում է Տրդատի մոտ ծառայելու, Տրդատին օգնում է, գրագիրն է լինում իր, եւ երբ որ Տրդատը հետո արդեն վերադառնում է Հայաստան զորքով եւ հետ է նվաճում Հայաստանը պարսիկներից, Գրիգորը իր հետ միասին է լինում։ Հիմա ինչա տեղի ունենում, շատ հետաքրքիր բան է տեղի ունենում։ 287 թվականին այդ հաղթանակներից հետո Տրդատը ուզում է շնորհակալություն հայտնի իր աստվածներին, գիտենք արդեն հեթանոս մտքի, հեթանոս հավատքի տեր Տրդատը, եւ Անահիտ աստվածուհու կամ մենք ավելի լավ կլինի ասենք չաստվածուհու, որովհետեւ եթե գրենք փոքրատառով կգրենք, բայց քանի որ խոսում ենք, ավելի լավ է չտառը ասենք, որ իմանանք մենք իրենց աստված չենք էլ կոչում, այդ կուրքի մեհյանում շնորհակալության զոհեր են մատուցում, որ Գրիգորը հրաժարվում է մատուցել, որ Գրիգորը հրաժարվում է, սա դիտվում է Տրդատի կողմից որպես դավաճանություն եւ իշխաններից մեկն էլ հայտնում է Գրիգորի ով լինելը, Ագաթան Գեղոսը ամենայն դեպս այդպես է ներկայացնում, այսինքն Տրդատը մինչև դա չէր իմանում Գրիգորը ով է եւ որ ասում են Անակի որդին է, արդեն կրկնապատիկ, տասնապատիկ պատիժների է արժանացնում Գրիգորին, Գրիգոր Լուսավորչին եւ դրանից հետո արդեն պատմությունը գիտեք, Խորվիրապը 13 տարի այդ փոսի մեջ հրաշքով ապրել է, որ մի կին քրիստոնյակին իրեն հաց ու ջուր է գցում ամեն օր եւ հետո Տրդատի հիվանդանալը, խոզակերպ, այդպես ասում են մաշկային հիվանդության պես մի բան է լինում եւ բժշկվելը եւ դրանից հետո քրիստոնեության ընդունումը։ Ահա սա է պատմությունը, թե ինչպես է քրիստոնեությունը գալիս Հայաստան եւ 301 թվականին թագավորի ապաշխարությունով Հայաստանը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ասեմ, որ 306 թվականին Կոնստանտինոսը Հռոմի կայսր է դառնում եւ 313 թվականին, ես էլի թվականներով գնալու եմ առաջ, 313 թվականին գիտենք, հիշում եք նախորդ անգամ խոսում ենք ճնշումների, նահատակությունների, որ քրիստոնեությունը շատ ճնշվում էր եւ ահա 313 թվականին Միլանի հրովարտակն է դուրս գալիս Կոնստանտինոսի կողմից ոչ միայն իրա, բայց սա արդեն քրիստոնեությանը ազատություն էր տալիս, սա կրոնական հանդուրժողականության հրովարտակ էր, որով արգելվում էր քրիստոնյաներին ճնշել եւ ընդհանրապես որևէ կրոն, այսինքն սա դեռ Հռոմի քրիստոնեական լինելը չէր, սա ազատություն էր տալիս քրիստոնյաներին։ 311-ից 320 թվականներ այսօրվա վկաների մոլորությանը շատերը ծանոթ կլինեք, որ մերժում են Քրիստոսի Աստված լինելը, Արիոսը բանավեճի մեջ է մտնում Ալեքսանդրիայի եկեղեցու հետ եւ Ալեքսանդրիայի եկեղեցու հայրերը, եպիսկոպոսները հերձվածող են ճանաչում Արիոսին, որովհետև արիոսականությունը շատ նման է այսօրվա վկաների ուսմունքին, որոնք մերժում են Քրիստոսի Աստված լինելը եւ համարում են, որ Քրիստոսը արարված է եւ ոչ թե արարիչ։ Պատմության մեջ հաջորդ, այսպես տարեթիվը, որ ակնառու իրադարձություն էր տեղի ունեցել, դա Եվսեբիոս կեսարացու կողմից եկեղեցու պատմություն գրքի հեղինակումն էր կամ այն ժամանակ հրատարակել ասել այդքան ճիշտ չի, բայց լույս աշխարհ եկավ, գրվեց այս գիրքը
եւ այս գրքի մեջ առաջինից 3-րդ դարերի եկեղեցու պատմությունն է, ընդ որում հայերի մասին գրված է այնտեղ, ես եկեղեցու պատմությունը այնպես եմ կառուցել, որ հայկական եկեղեցու պատմությունն էլ լինի այստեղ, եւ հայկական եկեղեցու մասին գրված է, որ 311-312 թվականներին Հռոմի հեթանոս այսպես ուժերը գալիս են Հայաստանի վրա եւ Հայաստանի քրիստոնեական արդեն այդ բանակը որ գալիս է քրիստոնեական պետություն է որպես գրված Հայաստանը, այսինքն 311-312 թվականներին արդեն Հայաստանը դիտվում էր որպես քրիստոնեական պետություն։ Գանք 325 թվականին 325 թվականին Նիկեայի կամ Նիկեո, այսպես է կոչվում, առաջին տիեզերաժողովն է տեղի ունենում, որը հենց արիոսականության դեմ էր եւ 318 երեցներ, այսպես եկեղեցիների եպիսկոպոսներ, հայրապետներ հավաքվում են արիոսականության դեմ Կոստանդինոսի նախաձեռնությամբ դա լինում Հայաստանից մասնակցում է Գրիգոր Լուսավորչի որդին, միայն ինքը չէ, բայց Արիստակեսը մասնակցում է եւ բանադրում են, այսինքն արիոսականությունը հայտարարում են որպես հերձված ուղղություն, շեղված ուղղություն եւ Նիկեո հավատի հանգանակը, որ մենք ընդունում ենք բնականաբար, մենք դա հենց երրորդության մասին է հայրը, որդին եւ Սուրբ Հոգին մյուս ժողովում Կոստանդնուպոլսի ժողովում 381 թվականին նաեւ Սուրբ Հոգու մասն է ավելացվում, այստեղ կոնկրետ Հիսուսի մասին էր եւ Նիկեո հավատքի հանգանակը իր վերջնական տեսքն է ստանում Կոստանդնուպոլսի ժողովում։ Գնանք առաջ, այստեղ ասեմ, որ ամենաշատը Արիոսի դեմ աստվածաբանական առումով, այսպես խոսում է այն ժամանակ դեռ երիտասարդ սարկավակ Աթանաս Ալեքսանդրացին, որը հետո դառնում է եկեղեցու ականավոր գործիչներից մեկը եւ հավատքի պաշտպանության աշխատություններով շատ հայտնի։ 326 կամ որոշ տվյալներով 337, բայց վրացիները ասում են 326 թվականին Վրաստանն է ընդունում պետական կրոն քրիստոնեությունը, շատ նման է պատմությունը, այս անգամ Գրիգոր Լուսավորչի փոխարեն Նունե անունով, կամ ինչպես վրացիներն են ասում Նինո անունով մի գույս, որը ըստ ավանդության հռիփսիմիած գույսերից մեկն էր, որ փախել էր Հայաստանից Տրթատի ճնշումներից եւ Հռիփսիմիայի ու մյուս գույսերի նահատակությունից հետո փախել էր Վրաստան, նույն պատմությունն է գրեթե տեղի ունենում իրենց թագավորի հետ, թագավորի անունը Միհրան էր եւ Միհրանի կինն է բժշկվում, բայց Միհրանը չի ապաշխարում եւ պատմագիրները ասում են, որ եթե չեմ սխալվում, որսի ժամանակ խավար է լինում կամ արևի խավարում է լինում կամ այդպես փոթորիկ է լինում շատ ուժեղ, որ ամպն է գալիս ծածկում, մի խոսքով ինքը սկսում է այդ վախ է իջնում իր վրա եւ ինքը սկսում է աղոթել իր աստվածներին ու իր աստվածները չեն կարողանում օգնել, բայց այն պահին, որ Նազովրեցի Հիսուսին է սկսում աղոթել, անմիջապես խավարը ցրվում է եւ արեգակը բացվում եւ դա ինքը այդ աղոթքի մեջ այդ վախի իր տեսողությունն է փակվում, սրա մեջ ինքը խոստանում է, եթե դու ես միակ ճշմարիտ Աստվածը, ես վերադառնում եմ տուն ու դառնում եմ քրիստոնյա, եւ այդպես էլ լինում է եւ այդպես Վրաստանը ընդունում է։ Սա մեզ համար ինչ դասեր կա այստեղ։ Հիշում եք Պենտեկոստեի պատգամը մեր եկեղեցում, որ հրաշքները տեղի են ունենում, երբ որ մենք գնում ենք, երբ որ մենք դուրս ենք գալիս եւ սա շատ կարեւոր է եւ Աստված այս միսիոներների միջոցով ամբողջական երկրներ է քրիստոնեացնում եւ հրաշքներ ու նշաններ է կատարում 340-ից 360 թվականներ
հայտնի է Պոնտոսում, Սև ծովի, այժմյան Թուրքիայի տարածքում Սև ծովի ափերին քրիստոնեական տարածքներ են եղել դրանք, Մակրին անունով մի հարուստ աղջիկ իր կալվածքները դարձնում է վանք, բայց վանք ոչ մեր պատկերացմամբ, լավ, վանք մենք ինչին ենք ասում, մենք որ տեսնում ենք եկեղեցու կառույց, ասում ենք վանք, բայց վանքը վանականների ապրելու տեղն է եւ վանականները այնտեղ կարծես գիտեք ինչ դրական բան եղավ, մինչև էլ կային վանականներ, բայց ավելի շատ ճգնում էին, ճգնավորներ էին, որ մեկուսանում էին անապատում, լեռներում, չգիտես որտեղ, ու այստեղ ծնվում է վանականության մի նոր տեսակ, որը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, որը ավելի շատ ոչ թե այսպես էլի իրանք առանձնանում էին համատեղ կյանքի, հավասարության, ինքը իր ստրուկներին ազատ արձակում, բոլորը գալիս են, համատեղ աշխատում են, համատեղ ուտում են, հավասարություն այդ վանական կյանքը, բայց նաև ուշադրություն են դարձնում աստվածաբանությանը, կրթությանը, եւ մարդիկ գալիս էին այդտեղ ու դառնում էին աշակերտներ, աճում էին եւ գնում էին ուրիշ երկրներ տարածելու քրիստոնեություն։ Պատկերացրեցինք ինչ վանական համալիր էր դա, եւ իր երկու եղբայրները Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նյուսացին, որ հայտնի դեմքեր են, սրանք նաև երրորդը կա եղբայր չի, բայց այս Կապադովկիայի հայրեր են կոչվում, Գրիգոր Նազյանզացի, իրենք այս համայնքային կյանքի կերպար են ստեղծում, օրինակ են ստեղծում, մոդել են ստեղծում եւ Անեսիի վանքա կոչվում, ինքը դառնում է գիտելիքի ու կրթության, կարելի ասել լաբորատորիա։ Եվ երբ որ 381 թվականին Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովը, երկրորդ տիեզերական ժողովն է տեղի ունենում, հենց այս Կապադովկիայի 3 հայրերն են, որ վերջնական հարված են տալիս արիոսականությանը, այն ուղղությանը, որ մերժում է Քրիստոսի Աստված լինելը եւ վերջնականապես հաստատում են Նիկեո հավատի հանգանակի տեքստը։ 370-ից 390 թվականներ մենք դեռ այս ժամանակաշրջանին կանդրադառնանք, բայց այստեղ արդեն ավետարանը տարածվում է ավելի հյուսիս։ Դուք գիտեք, որ այդ ժամանակ Եվրոպայի այժմյան տարածքներում ապրում էին բարբարոսական ցեղեր, գոթական ցեղերը, վանդալները, այդ անունները գալիս են, օրինակ վանդալիզմ բառը, այնա, որ մարդիկ մտնում են արժեքները ջարդուփշուր են անում, ասում են վանդալիզմ ասա, այսինքն դու չես գնահատում այդ արվեստի արժեքները, դու չես գնահատում դա, վանդալները ցեղ են եղել, որ Հռոմը գրավելուց հետո ամեն ինչ որ կա, արժեքները, գրադարանները, արձանները, այս բոլորը իրանք ավիրել են ու ուզեցել են մշակութային հետքը կորցնեն։ Դրա համար վանդալիզմը առաջացել է վանդալների այս ցեղախմբի անունից եւ այդտեղ է տարածվում քրիստոնեությունը արդեն։ Իհարկե առաջին քայլերն ասա դեռ մյուս դասին ավելի մանրամասն կխոսենք, բայց այլ գոթերի, վանդալների, այլ բարբարոս ցեղախմբերի մեջ տարածվում է քրիստոնեությունը։ Գանք որ խոստացա Աթանաս Ալեքսանդրացուն եւ 367 թվականին ինքը իր հայտնի զատկական նամակն է գրում, որը շատ արժեքավոր է նրանով, երևի ձեզ էլ է հետաքրքիր Աստվածաշնչի կանոնը ինչպես է ձևավորվել, նոր կտակարանի 27 գրքերը, որ մենք այսօր ունենք, առաջին անգամ ինքը ձևակերպում է որպես Աստվածաշունչ, որպես նոր կտակարան, Աստվածաշնչի նոր կտակարան, իհարկե սկզբում, քանի որ ինքը արևելյան եկեղեցիներ ներկայացնում, այդքան չի ընդունվում արևմտյան եկեղեցու կողմից, բայց հետագայում 393 թվականին Հիպոնի եւ 397 թվականին Կարթագենի ժողովների ժամանակ այս կանոնը հաստատվում է։
Եվ եթե հիմա կտեսնեք, բոլոր եկեղեցիները, բոլոր հարանվանությունները ընդունում են նոր կտակարանի 27 գրքերը, եւ այստեղ տարաձայնություն չկա։ Տարաձայնությունը 5 կտակարանի գրքերի վերաբերյալ է, բայց այստեղ էլ պիտի ասենք, որ երբ որ հաստատում են նաև 5 կտակարանը, 5 կտակարանը իրականում կար արդեն, որպես հրեաների հաստատված Աստվածաշունչ, որ հաստատվում են կանոնական եւ ոչ կանոնական գրքերի են բաժանում եւ ասում են կանոնական գրքերը, այն ինչ որ այսօր բողոքական եկեղեցիներն են ընդունում, սրանք ընդունելի գրքեր են որպես Աստվածաշունչ, ոչ կանոնականները։ Ես չգիտեմ ինչու է մտել Աստվածաշունչի մեջ ոչ կանոնականները, բայց տիեզերաժողովների ժամանակ ոչ կանոնականները Աստվածաշունչ չեն համարվել են գրքեր, որոնք կարող եք ընթերցել։ Մենք ունենք պատմական գրքեր, քրիստոնեական գրքեր, որոնք կարելի է ընթերցել, բայց ոչ անսխալական Աստծո խոսք։ Լավ։ Եվ եղել են ապոկրիֆներ։ Պիտի շատ ուշադիր լինեք, որտեղ այս ժամանակ նաև գրվեցին որքան շատ ապոկրիֆներ, ապոկրիֆ կոչվում է կեղծ գրքեր։ Իմ իմացած կեղծ գրքերից, ասենք, Մարիամի ավետարան, Մարիամը չի գրել։ Ինչ որ մեկը գրել է կամ Հուդայի ավետարան, ինչ որ մեկը գրել է, իր ձևով շարադրել է, որը գրվել է Հուդայի շատ մի քանի, չգիտեմ, 100 տարի հետո, ու այսպիսի ապոկրիֆներ կան, որոնք ընդհանրապես կարդալը մարդիկ մեկ-մեկ ընկնում են հետաքրքրասիրության ծուղակը, բայց սրանք չարի ձեռքով գրված, սատանայի ձեռքով գրված գրքեր են, որոնք աղավաղում են քրիստոնեական պատմությունը, Քրիստոսի պատմությունը։ Եվ մենք ուշադիր պիտի լինենք, որ այս ապոկրիֆները կամ այդ սուտ գրքերը, որոնք գեղեցիկ անվանում ունեն, օրինակ վկաներն էլ Աստվածաշունչը աղավաղել են, ձևափոխել են, վրան գրել են Աստվածաշունչ։ Դա Աստվածաշունչ չի, դա Աստվածաշնչի փոփոխություն է, որը անարգանք է Աստծո խոսքի հանդեպ։ Այդպես էլ, եթե կտեսնեք այսինչ մեկի ավետարան, որը մեր 4 ավետարանները չեն, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, իմացեք, որ դա ավետարան չի, դրա անունն է ուղղակի գրված ավետարան։ Եվ ահա Աթանաս Ալեքսանդրացին մեծ ներդրում է ունեցել այս կանոնի, Աստվածաշնչի կանոնի ձևավորման հարցում։ Գնանք առաջ, 382-ին սկսվեց, 405-ին ավարտվեց մի կարևորագույն իրադարձություն, որը Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունն էր, որը կոչվեց Վուլգատա, որ կոչվում է ժողովրդավարական չէ, ժողովրդական կամ հանրամատչելի, այսինքն բոլորին հասանելի։ Ինչու, որովհետև գիտենք, մենք Աստվածաշունչը նոր կտակարանը բնագրով էր գրված, բնագրով, հունարեն էր գրված բնագրով, բնագիրը հունարեն էր, բայց հունարեն լեզուն արդեն այդքան տարածում չուներ այս ժամանակներում, ինչքան Քրիստոսի ժամանակներում։ Մարդիկ խոսում էին եւ կարդում էին լատիներեն, եւ հունարեն լեզուն արդեն կայսրության լեզուն չէր, լատիներենն էր, եւ այս թարգմանությունը մեծ առաջընթաց էր Աստվածաշնչի հասանելիության հարցում։ Նույն ժամանակներում Վուլգատայի 405 թվականի ավարտի ժամանակ սկսվում է մեր Աստվածաշնչի, հայկական Աստվածաշնչի թարգմանությունը Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի նախաձեռնությամբ, հայկական գրերի գյուտով, եւ գրերը ստեղծվել են, մենք այնքան օրհնյալ ժողովուրդ ենք այս առումով, որ մեր գրերը ստեղծվել են, որպեսզի մենք ունենանք հայերեն Աստվածաշունչ։ Եվ սա պատմական փաստ է։ Մենք երբեմն հայկական այս մտածելակերպը բաներ է հորինում, որ մեզ մյուսներից լավը ցույց տա, բայց սա պատմական փաստ է, եւ մենք չենք ուզում լավը երևանք։ Մենք օրհնված ենք դրանով, որ մեր գրերը ստեղծվել են, որ մենք ունենանք հայերեն Աստվածաշունչ։ Եվ փառք Աստծուն դրա համար։ Եվ դպրոցներում, երբ որ սովորում եք հայերեն առաջին նախադասությունը, պիտի իմանանք, որ առաջին նախադասությունը գրվել է
Աստվածաշնչից, որովհետև առաջին գիրքը, որ գրվել է ընդհանրապես հայերեն տառերով, դա Աստվածաշունչն է։ Իհարկե 405-ին սկսվել է, 410-ին ավարտվել է այս թարգմանությունը, որը շատ սխալներով թարգմանություն էր, հենց պատմության մեջ էլ կոչվում է Փութանակի կամ շտապ թարգմանություն, որը հետագայում ուղղումների կարիք ունեցավ եւ 431-ից 435 թվականին արդեն բնագրին բավականին մոտ թարգմանություն եղավ։ Այսինքն շտկվեց այդ սխալները եւ ասեմ ձեզ մի կարևոր փաստ էլ պատմությունից, հիշում եք Եփեսոսի, թե դեռ չեմ խոսել Եփեսոսի տիեզերաժողովի մասին, չեմ խոսել, Եփեսոսի տիեզերաժողովն է տեղի ունենում, խոսեմ սրա մասին, եւ այնտեղից վերադառնում են ովքեր որ Հայաստանից գնացել էին, որ մասնակցեին, դրանք Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի աշակերտներն էին, եւ իրենք որ վերադառնում են, իրենց հետ բերում են այնտեղից, գնում են եւ բերում են Աստվածաշնչի հունարեն, նոր կտակարանի հունարեն բնագրերը։ Գիտեք, պատմագիտությունը ամբողջ աշխարհում հիմա օգտվում է հայերեն բնագրից, որովհետև այդ բնագրերը կորսված են, իսկ հայերեն թարգմանությունը առաջին թարգմանությունն է, որ անմիջապես դրանցից թարգմանվել է եւ շատ անգամ հայերեն գրաբարի տեքստով ճշտում են այն բնագրերի իսկությունը։ Պատկերացրեցիք, այդ բնագրերը բերել են եւ շատ բնագրին մոտ թարգմանություն է տեղի ունեցել։ Միջայլոց ասեմ, որ Սահակ Պարթևը հունարենի գիտակ էր։ Գամ Հայաստանի միսիոներական գործունեությանը, սկսենք Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսից, որը նվիրվում է իր պապի օրինակով քրիստոնեությունը տարածելու գործին եւ 338 թվականին նահատակվում է այսօրվա Դաղստանի տարածքում Դերբենդ քաղաքի մոտակայքում մի գյուղ կա, որտեղ մատուռ կա կառուցված, ինքը քրիստոնեությունը տարածել եւ Վրաստանում, Կասպից ծովի ամբողջ ափում, Վրաստանը իհարկե քրիստոնեական էր, բայց այնտեղ կային տարածքներ, որ տարբեր ցեղեր էին, Մեսրոպ Մաշտոցն է գնացել այնտեղ հյուսիսային Կովկասի տարբեր ժողովուրդներին տարածել եւ Գրիգորիսի համար ասեմ, որ իր աճյունը բերել են ու Արցախում Ամարասի վանքում այդպես թաղել են, իրեն կապել են ձիու պոչից, վայրի ձիուց կապել են եւ ժայռերի վրա բաց են թողել, այդ ժայռը քարքարոտ այդպես տեղանքում բաց են թողել ու այդպես մահացել է։ Ունենք Սերվատիոս անունով մի հայ, որը քրիստոնեությունը տարել է մինչև Գերմանիա, մինչև Բելգիա եւ Հոլանդիա։ Եվ Հոլանդիայում կա Մաստրիխտ քաղաք, իրեն այնտեղ կոչել են Սերվատիոս Մաստրիխտացի եւ պատկերացրեք ուր են հայերը հասցրել քրիստոնեությունը։ Եվ նաև Իտալիայում, Ֆլորենցիայում Մինաս անունով հայ զինվորական է եղել, իր այնտեղ բազիլիկա կա, եկեղեցի կա, որի մեջ իր մասին գրված է, որ ինքը եկել է այստեղ եւ հանուն Քրիստոսի նահատակվել է նույնպես։ Ուզում եմ ասեմ Մեսրոպ Մաշտոցից եւ իրենից առաջ հայերի մեջ եղել է միսիոներությունը, երբ որ մենք այսօր կորցրել ենք, այսօր պիտի վերագտնենք դա, մենք ընդունել ենք փրկությունը չենք ընդունել, որ ասենք մենք ամենալավազգն ենք, առաջինն ենք, մերն է էսի, հանկարծ ուրիշ ազգ չդառնա քրիստոնյա։ Քրիստոսի պատվերն է դա, որ մենք փրկության լուրը հասցնենք մյուս ազգերին եւ եթե մենք ուզում ենք հայ եկեղեցու արմատները ճանաչենք, հայ եկեղեցու արմատները սրանք են։ Մեսրոպ Մաշտոցը գնացել է Վրաստան, վրացիների համար գիր է հայտնագործել
որպեսզի վրացիները վրացերեն Աստվածաշունչ կարդան։ Մենք ունեցել ենք հարևան պետություն քրիստոնեական, Աղվանք է կոչվել այսօրվա Ադրբեջանի տարածքում։ Գնացել է աղվանացիների համար իրենց գիրն է հայտնագործել, նաև Աղվանքի թագավորը խնդրել է, որ դպրոցներ հիմնի, որ սովորեցնի։ Եվ պատկերացրեք այս մոտեցումը մշակութային հարգանքը այլ ազգերի հանդեպ։ Ոչ թե արի հայերեն սովորի, որ քրիստոնյա դառնաս, չէ, գնացել է այնտեղ իրենց լեզուն, իրենց հնչյունները, իրենց տառերը, գրերը, գիրքը, Աստվածաշունչը, այս ամենը նպատակ է եղել, որ տարբեր լեզուներով տարածվի քրիստոնեությունը։ Ժամանակս մոտենում է ավարտին, մի փոքր արագացնեմ։ «386 թվական Օգոստյանոս երանելու դարձի գալն է, Օգոստյանոսը շատ մեծ ներդրում ունի քրիստոնեության մեջ, բայց նաև որոշակի շեղումներ, օրինակ Քավարանի գաղափարը հենց իր, որ հետագայում կաթոլիկ եկեղեցին վերցրեց, հենց իր մտքի երևակայության արդյունքն է, որ բացի դրախտից դժոխքից կամ իտեղ, որտեղ մարդիկ քավում են իրենց մեղքերը տանջվելով, հետո արժանանում են փրկության։ Իհարկե Աստվածաշունչը նման բան չի ասում, ակնառու դեմքերից մեկը 398 թվականին Հովանես Ոսկեբերանը դառնում է Կոստանդնուպոլսի պատրիարք, 431 թվական Եփեսոսի տիեզերաժողովը, որի մասին ասեցի կխոսենք, նեստորականությունը դրան դեմ էր, նեստորականությունը ասում էր, որ Նեստորը այդպես էլի մտքի երևակայության մեջ մտածեց, որ Քրիստոսը, որ ծնվեց, երկու անձ էր, մեկ անձ չէր, երկու անձ էր, մեկը մարդ էր, մեկը Աստված էր, իրար հետ այդպես համակեցության մեջ էին այդ մարմնի մեջ, եւ բնականաբար 431 թվականի Եփեսոսի տիեզերաժողովը բանադրեց, այսինքն հերձվածող հրճակեց նեստորականությունը 432 թվական, շատ հետաքրքիր մի իրադարձություն, ովքեր են տեսել իռլանդացիների այդ կանաչ շորերով տոնը, որ իրանք Սուրբ Պատրիկի օրն են տոնում, եթե ծանոթ եք Իռլանդիայի ազգային տոնն է, Պատրիկը քրիստոնյա էր Բրիտանիայում, այդ ժամանակ Բրիտանիան հռոմեական կայսրության մեջ էր եւ այնտեղ քրիստոնյա էր 16 տարեկանում, երևի նավակով դուրս էր եկել չգիտեմ, ձուկ որսալու ինչ կամ զբոսանքի, ծովահենները իրան գողանում են եւ տանում են որպես ստրուկ Իռլանդիա։ Եվ Պատրիկը 6 տարի որպես ստրուկ է աշխատում, այնտեղ գառները արածացնում, չգիտեմ, ստրուկը ինչ անում, ինչ ասես, ինչ հանձնարարում են, դա էլ անում է։ Հետո մի անգամ այդպես տեսիլք է տեսնում, Աստված իրան ցույց է տալիս այդ կղզուց, դե գիտեք Իռլանդիան կղզի է, փախչելու տարբերակը, փախչում է Եվրոպա, Եվրոպայից հետո վերադառնում է տուն, մի պատմություն, մի հետաքրքիր պատմություն, եւ վերջապես, որ գալիս է արդեն տարիներ են անցնում, Աստված իրան տեսիլք է ցույց տալիս աղոթքի մեջ։ Եվ տեսիլքի մեջ իռլանդացիները իրան ասում էին. մենք քո կարիք ունենք։ Եվ ինքը արդեն վերադառնում է Իռլանդիա որպես միսիոներ։ Եվ կրկին, ինչպես Մեսրոպ Մաշտոցը հարգում էր մշակույթը, որ երկիր որ գնում էր, ինքն էլ շատ չի գնում իռլանդացիներին ասում պիտի ապաշխարեք, թողեք ձեր իռլանդական սովորությունները, չէ, գնում է ու ինքը լավ գիտեր այդ սովորությունները, լավ գիտեր լեզուն եւ Աստված իրեն օգտագործում է Իռլանդիայում մեծ արթնություն է լինում եւ Իռլանդիայում հրաշքներ են տեղի ունենում, 30 տարի ծառայում է, 300 եկեղեցի է կառուցում, տասնյակ հազարավոր մարդկանց անձամբ ինքը մկրտում է, թագավորներ, այնտեղ իշխաններ եւ Իռլանդիան դառնում է քրիստոնեական պետություն, ինչն է այստեղ կարևոր, որ նաեւ կրթական օջախներ է հիմնում ինքը, տեսնում եք, մեկ մարդու ծառայությունը
ամբողջ երկիրը քրիստոնեական է դարձնում եւ նաեւ շատ ձեռագրեր են բերում այդտեղ այդ քրիստոնեական կենտրոնները եւ երբ որ վանդալները ավիրում են Հռոմը եւ Հռոմում կործանում են գրադարանները, վառում են գրադարանները, այդ բոլոր ձեռագրերի պատճենները պահպանվում են Իռլանդիայում։ Աստված այսպես հոգատանում եւ Պատրիկի միսիոներությունը 432 թվականն է։ Գնանք առաջ, շատ արագացնեմ, քիչ ժամանակ է մնացել, 445-ից 448 թվականներին Հռոմի պապ, որ մենք ասում ենք, այդ իշխանությունն է ձևավորվում Լևոն անունով Հռոմի պատրիարքի կողմից, Կայսրի Վալենտիանոս Կայսրի հրամանով, ասում է, որ ինքը մեծագույնն է եւ բոլոր մնացած եկեղեցիները պիտի ենթարկվեն այս եկեղեցուն, իհարկե հետո Կոստանդնուպոլսի պատրիարքի հետ այդպես հակադրություններ են լինում, բայց այդտեղ սկիզբ է դրվում կաթոլիկ եկեղեցու, ինքը ասում է մենք Պետրոսի հիմնած եկեղեցին ենք եւ քանի որ Պետրոսը մեծ է բոլորից, դուք բոլորդ պիտի հնազանդվեք մեզ։ Ինչ ենք տեսնում մենք այստեղ։ Այստեղ տեսնում ենք հետևյալը, որ արդեն ճաքեր է տալիս քրիստոնեական միաբանությունը, բացի հերձվածողների առաջ գալը, նաև ուղղադավան եկեղեցիների միջև իշխանության կռիվա սկսվում եւ սա իր հետևանքներն է ունենալու հետագա դարերի մեջ։ Եվ այն հալածվող, ճնշվող, նահատակության պատրաստ պատրիարքները, հիշում եք նախորդ դասին, որ անգամ վարդապետություն կար, որ նահատակվել չի կարելի անգամ այսպես ձևական ուրանալ Քրիստոսին, վարդապետություններ կային եւ վանականությունը առաջացավ նրա համար, որովհետեւ արդեն հալածանք չկար եւ եկեղեցին այսպես ազատ էր եւ մարդիկ ասեցին մենք մի ձև մեզ պիտի ճնշենք, այս ազատությունը արդեն խանգարում է մեզ, այսպիսի մտածելակերպ կար, բայց հիմա արդեն եկեղեցիների միջև պայքար է սկսվում։ Անգամ 449 թվականին Եփեսոսում մի կեղծ աստվածաբանները անվանում են ավազակային տիեզերաժողով, տիեզերաժողով էլ չեն ասում, ավազակային ժողով են ասում, հիշում եք չեմ ասել իր մասին, Ֆլավիոսը Կոստանդնուպոլսի պատրիարքն էր եւ Ֆլավիոսը այդտեղ անգամ ժողովի ժամանակ ինքը ուղղադավան դիրք էր բռնել եւ այն հերձվածողները իրան ծեծում են, անգամ այդ ծեծի պատճառով այդ պատրիարքը մահանում է։ Այսպիսի ավազակային ժողով է եղել։ Գանք մեզ համար շատ կարևոր թվականի 451 թվական, այդ ժամանակ Հայաստանում կյանքի ու մահվան պայքար էր, որովհետև պարսիկ զորքերը պահանջում էին, որ Հայաստանը դավանափոխ լինի եւ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, բայց միևնույն ժամանակ այդ նույն տարին Քաղկեդոնում, Քաղկեդոնը այսօրվա Ստամբուլի Կոստանդնուպոլսի նախկինում արվարձաններից մեկն է, բայց այն ժամանակ քաղաք էր եւ այդտեղ տիեզերաժողով տեղի ունեցավ, որտեղ քննվում էր Քրիստոսի միաբնակության, երկաբնակության հարցը եւ նեստորականությունը հիշում եք, որ մարդը Քրիստոս երկու անձ ունի իր մեջ, նեստորականության հակառակ սկսեցին խոսել եւ մյուս ծայրահեղությունը եկավ այնքան, որ Քրիստոս ընդհանրապես մարդկային ոչինչ չի ունեցել իր մեջ եւ միայն աստվածայինն է եղել, ունեցել է միայն մեկ բնույթ։ Եվ Քաղկեդոնի ժողովը դրա դեմ էր, որ մարդը մեկ բնույթ չունի։ Ներողություն էլի ասացի մարդը։ Քրիստոս, որ մարմնով եկավ աշխարհ, մեկ բնույթ չունի, այլ երկու բնույթ՝ աստվածային եւ մարդկային։ Եվ հայ եկեղեցին բնականաբար չէր մասնակցում այդ ժողովին
եւ ավարարի ճակատամարտով էր զբաղված, բայց ինքը մերժեց Քաղկեդոնը եւ Քաղկեդոնում տեղի ունեցավ եկեղեցու առաջին մեծ բաժանումը եւ 5 արևելյան ուղղափառ եկեղեցիները, դրանք հայկական, սիրիական, Ղպտի, Եթովպիայի, հնդկական եկեղեցին մերժեցին այդ ուղղությունը, բայց հայկական եկեղեցու մոտեցումը ինձ շատ հետաքրքրական է, որովհետև այն ինչ որ մենք այսօր բողոքականներս ասում ենք, մենք հավատում ենք, որ Քրիստոս կատարյալ մարդ էր եւ կատարյալ Աստված, այդ նույնը բառացիորեն կրկնում է առաքելական եկեղեցու վարդապետությունը։ Այսինքն սխալ է ասել, որ ինքը այդ միաբնակության կողմնակիցն է։ Ես ուսումնասիրում էի, հիմա ձեր չհոգնածնեմ, ուղղակի մի բան ասեմ այս թեմայով եւ փորձեմ ավարտին մոտենալ, կարծում եմ հետաքրքիր ընթացք է այս պատմությունը։ Նայեք, ես հավատում եմ, որ Քաղկեդոնում աստվածաբանական վեճը ավելի շատ քաղաքական վեճ է եղել եւ հենց միայն այն բառերը, որ կատարյալ Աստված եւ կատարյալ մարդ, արդեն բավարար է, որ ասենք մենք նույն մոտեցում ունենք։ Բայց իրանք ասում են, այդ երկուսը մեկ բնույթի մեջ է, իսկ Քաղկեդոնում որոշվեց, որ այդ երկուսը առանձին բնույթներ են։ Հիմա ինչն է խնդիրը։ Նայեք, պատկերացրեք, դուք ասեք տարբերություն կա, թե չէ, այդպես աստվածաբանները օրինակ էին բերում, ասում են շիկացած երկաթ պատկերացրեք։ Ինքը համ կրակ է, համ երկաթ է։ Ճիշտ է։ Հիմա հայ եկեղեցին ասում է, որ սա 1 նյութ է, իսկ Քաղկեդոնը ասում էր, որ 2 բան կա իր մեջ, երկաթը եւ կրակը, որովհետեւ իրան որ կպցնես մի բանի ինքը կայրվի։ Հա, պատկերացնում եք կարմրացած, շիկած։ Հիմա ինչ տարբերություն, սիրելիներ։ Եթե մենք երկուսս էլ համաձայն ենք, որ կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված միաժամանակ, հիմա ինչ տարբերություն, դու ասում ես 1 նյութ, այն մեկը ասում է 2 նյութ, 2 բնույթ, կրակի բնույթը եւ երկաթի բնույթը, այն մեկն էլ ասում է, չէ, այդ երկուսը իրար հետ նոր ձևի երկաթ են առաջացրել, որը կարա եւ վառի եւ որպես երկաթ ծառայի։ Հիմա ինչ տարբերություն։ Եկեք ասենք, որ իրականում հավատքի կյանքի համար ոչ մի տարբերություն չկա։ Լավ։ Դրա համար այդ մեծ բաժանումը եղավ, նրանք նրանց անեծքով ճանապարհեցին, նրանք էլ նրանց։ 476 թվականը Հռոմի կայսրության կործանման տարեթիվն է եւ 480-ից 510 թվականներին նեստորականությունը, այդ շեղված ուղղությունը տարածվեց արդեն Պարսկաստանի տարածքում, որովհետեւ պարսիկները խրախուսում էին դա, որովհետեւ քրիստոնյա այս քրիստոնյաները, նեստորական քրիստոնյաները կապ չունեին իրենց թշնամի բյուզանդացիների հետ եւ խրախուսում էին քաղաքական իմաստով եւ նեստորականների համար Պարսկաստանը բավականին լավ դաշտ էր։ Ահա մեր պատմությունը 300-ից 500 թվականներ փորձեցի կարևորագույն թեմաներին անդրադառնալ եւ որպեսզի մենք հասկանանք ու այսպես տարեթվերով, դարերով գալու ենք մինչեւ մեր օրերը եւ ամենակարևորը է եկեղեցու պատմության դասի մեջ, որ մենք դասեր սովորենք, միաբանության դասեր, հերձվածողություններին դեմ կանգնելու դասեր, տեսնենք ինչպես է սատանան գործում, ինչպես է թուլացնում եկեղեցին, ինչպես է եղբայրներին իրար դեմ հանում, որ մենք այսօր այդ սխալները չանենք, թե եկեղեցու ներսում եւ թե մյուս հարանվանությունների հետ հարաբերությունների մեջ, բայց միևնույն ժամանակ ամուր մնանք ուղղադավան հավատքին, որովհետև մեր հիմքը Աստվածաշունչն է եւ հույս ունեմ, որ այս Աստվածաշնչից ոչ մի բան չընթերցեցի այս ընթացքում, բայց հույս ունեմ, որ այս աստվածաբանական առարկան օգտակար կլինի բոլորիս համար։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք մեր Աստված, փառավոր զորավոր Տեր։ Այո, ոչ միայն գիտելիքի համար ենք ուզում իմանալ այս ամենը, այլ որ դասեր քաղենք, հատկապես Տեր, իմ աղոթքն է, որ բռնկես մարդկանց սրտերը միսիոներության փափագով, լինի դա երկրի ներսում, լինի դա երկրի սահմաններից դուրս, քո հանձնարարականը
ազգերին հասցնելու, ազգերին աշակերտներ դարձնելու քո հանձնարարությունը Տեր, որ բոցավառի մեզ, որ այն ժամանակներում այդ վտանգավոր ճանապարհներին, երբ որ մի տեղից մյուս տեղը տեղափոխվելը ամիսներ եւ տարիներ կարող էր տևել, քո զավակները գնում էին առանց իմանալու որտեղ են գնում էին երկրներ, որտեղ չկար օրենք, որտեղ բարբարոս ցեղերն էին եւ գնում էին ու դու իրանց հետ էիր Տեր, գնում էին հեթանոսների մեջ եւ դու բժշկություններ էիր անում եւ դու հաստատում էիր քո ավետարանը հրաշքներով ու նշաններով, քո հոգու գործերով եւ հիմա խնդրում եմ Տեր, որ այս վերջին ժամանակներում բարձրացնես քո ժողովրդի միջից մարդիկ, ովքեր նախ կկրթվեն, կդառնան աշակերտ, կաճեն հոգեվորապես եւ եկեղեցու կողմից կուղարկվեն, ինչպես Պողոս առաքյալը ուղարկվեց աշակերտ դառնալուց հետո եւ հոգեվոր աճից հետո կուղարկվեն եւ իրենց կյանքի նպատակը կդարձնեն քո հանձնարարությունը կատարելը, մարդկանց փրկություն առաջնորդելը, հոգիներ շահելը քո արքայության համար։ Տուր մեզ միտք եւ առաջնորդիր քո հոգով։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։